Բարի երեկո։ Շվեյցարական բանկերում ասում են հայտնաբերվել են Եգիպտոսի այլևս նախկին նախագահ Մուբարաքին պատկանող մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց հաշվի համարներ։ Եգիպտոսը շոկի մեջ է։ Առաջադեմ եգիպտացիները պահանջում են անհապաղ արգելք դնել այդ հաշվի համարների վրա։ Լրատվության առումով իհարկե ամեն ինչ տեղին է։ Նախկին իշխանավոր, պետությունից գողացված միջոցներ, հայտնաբերված հաշվի համարներ, շվեյցարական բանկերում եւ այլն։ Բայց երբ փորձում ես մի քիչ խորանալ տեղեկատվության որոշ դետալների, մասնավորապես այն գումարի մեջ, որը շոկի պատճառ է դառնում, հասկանում ես, որ հոգեբանական այդ վիճակը մեղմ ասած մի քիչ ուռճացված է։ Մի քանի տասնյակ միլիոն դոլարը հաստատ այն գումարը չէ, որը Մուբարաքին կարող էր հարստացնել եւ որի համար կարելի է այդքան աղմուկ բարձրացնել։ Ասում են օրինակ, որ Մոսկվայի նախկին քաղաքապետի կողմից իրականացված քաղաքաշինական որոշ ծրագրերի ընթացքում արձանագրված չարաժամների ծավալը տասնյակ միլիարդավոր դոլարների է հասնում։ Միայն Մոսկվայում, միայն քաղաքապետը եւ միայն մի քանի քաղաքաշինական ծրագրերից։ Այնպես որ աղմուկ բարձրացնել Մուբարաքին մի քանի միլիոնի համար մի քիչ լուրջ էլ չէ։ Եվ ավելին, եթե որևէ մեկի մտքով անցնի թեթևի մեջ ուսումնասիրել մեր որոշ պաշտոնյաների ունեցվածքը, տները, բիզնեսները, դոշակի տակ պահած ոսկեղենն ու մնացած ունեցվածքը, ապա հաճելիորեն կզարմանա, հաստատ։ Իշխանություն ունենալու էությունն այնպիսին է, որ հավանաբար հսկայական գայթակղություն է առաջանում սեփական լուման ներդնելու գալիք սերունդների, այս դեպքում իշխանություն ունեցողի անձնական սերունդների բարեկեցությունը արդեն հիմա ապահովել է հարցում։ Մի ժամանակ հայկական թերթերում պարբերաբար տպագրվում էին այս կամ այն չինովնիկին պատկանող դղյակի լուսանկարները եւ հռետորական հարց տալիս. իսկ որտեղից այդ չինովնիկին այնքան գումար, որ կարողացել է այսպիսի դղյակ կառուցել։ Մի քանի ամիս շարունակ տպագրեցին, հետո բոլորի զահլաները գնաց, էլ ոչ տպագրում են, ոչ էլ հարցնում, թե որտեղից այդ գումարները։ Բոլորն էլ գիտեն, թե որտեղից, էլ ինչ անիմաստ հարցանեն։ Եվ հայ հասարակայնությունն այնքան էր վարժվել այս իրողությանը, որ Երևանում եւ Երևանամերձ հատվածներում սնկի նման աճում են շքեղ տներն ու փողոցները լցվում այդ տների բնակիչների նույնքան շքեղ մեքենաները, որ երբ հանկարծ որևէ չինովնիկ ենք տեսնում, որը այդ կատեգորիայի մեջ չի մտնում, միանգամից զարմանում ենք։ Իսկ միթե դա հնարավոր է։ Օրինակ, իր աշխատավարձով ապրող որևէ պետական պաշտոնյա։ Պարզ չէ, որ այդպիսիք իրականում իսկապես էլ կան եւ հաստատ քիչ էլ չեն, բայց հանրային ընկալման մեջ պետական պաշտոնն ու դրա շնորհիվ գումար աշխատելու երևույթն այնքան են նույնականացվել, որ երբ այդ բանաձևի մեջ չմտնող մարդ ես տեսնում, անկեղծորեն զարմանում ես։ Օրինակ, 2 օր ինչ հայ հասարակայնություն, այդ թվում նաև Facebook-ը հայությունը, ակտիվորեն քննարկում է Գագիկ Շամշյանի հերթական գլուխգործոցի հերոսին։ Խոսքը այն ֆոտոների մասին է, որոնցում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ուշադրություն դարձրեք առևտուր է անում սովորական բուդկայից։ Կարող եմ գրած գալ, որ եթե հիմա մեր պետական կառավարման համակարգի դիքը բարձրաստիճան պաշտոնյաների կանգնեցնեք փողոցում եւ հարցնեք, թե ինչ արժե 1 կիլոգրամ կարտոֆիլը կամ գազարը, պոլշած աչքերով ձեզ են նայելու, փորձելով կատակի նմանվող ինչ-որ անիմաստ պատասխան տալ։ Հասկանալի իհարկե կարելի է, մարդիկ այնքան են տրվել պետականաշինության գաղափարին, որ Քյավառակորտոլի կամ էլ Արամուսի գազարի գին իմանալը թանկարժեք ժամանակի անիմաստ վատնում է։ Բայց եթե մերոնք չգիտեն, թե ինչ արժի նույն Քյավառակորտոլը, ինչպես պետք է հասկանան, որ այն հիմա 3 անգամ ավելի թանկ է, քան էր նախորդ տարի։ Իսկ Վաչե Գաբրիելյանը փաստացի ոչ միայն գիտե, այլև գրպանում մանրադրամ է պահում, նախարարը մանրադրամ։ Հիմա պարզ չէ, թե ինչու է ազգիս մի ստվար հատված վերջին 2 օրերին քննարկում Վաչե Գաբրիելյանի բուդկայից առևտուր անելու թեման։ Սովոր չենք մենք նման տեսարանների։ Շուրջդ այնքան գոհություն կա, որ երբ մի լուսավոր կետ ես տեսնում, ուզում ես 4 կողմը անթաթիթերի նման պտտվել, պտտվել, պտտվել։ Դե արի ու հրաշքներին մի հավատա, նախարար ու առևտուր բուդկայից, ոչ մի կերպ իրար չի բռնում։ Բայց դա էլ սրա նրա պատմածով չենք իմացել, նկարներ կան, ապացույցներ։ Ու միամիտ հենց այնպես զուտ պատահականորեն գլխումդ մի միտք է սկսում սավառնել։ Իսկ միգուցե գա մի ժամանակ, երբ այսպիսի տեսարանները ոչ թե ֆանտաստիկայի ժանրից, այլ նորմալ լինեն, բնական։ Իմիջիայլոց տեսնես Վաչե Գաբրիելյանը կիմանա, որտեղից ավելի էժան կլինի հավի կարաճի կառնել։ Առողջ եղեք։